Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտուղական քաղաքականության հետևանքով վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է։ Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբականակը, իսկ իր գործողությունների լրջությունն ցույց դնելու նպատակով նաև լարվածություն հրահրում առաջնագծում։ Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում։ Առաջին, սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը, իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ։ Երկրորդ, սահմանամերձ բնակավայրի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա։ Երրորդ, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականացված ագրեսիաների եւ օկուպացման քաղաքականության հետևանքները չմարցած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա։ Իրավիճակն առավել անկանխատեսելի եւ անորոշ դարձել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնությունը ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում, ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվում։ Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը եւ հանրությանը որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին։ Իշխանության մտահոգությունները իհարկե հասկանալի են։ Բարդ եւ վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգա փոխվել եւ լրիվ այլ նրբանակներով է ներկայացրել։ Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության, իսկ իրականում ժամանակ է շահել ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացուն։ Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության եւ իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է եւ ՀՀ ինքնիշխանությունը, եւ տարածքային ամբողջականությունը, եւ ոտքի կանգնելու հնարավորությունը։ Սա է իշխանության հռչակած խաղաղության միֆը եւ նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առողջինչ է դառնում։